փոքր վիճել ու գնում եմ ատամնաբուժարան։ Լարերը դուրս են բերել, տեսնեմ ինչ կասի։ Տարի Զարան մի տեսակ խորամանկություն է արել։ Սիրնեց, բարի, կեցր։ Այսօր գորգս կուսում եմ կեցր։ Եմ աղջիկներիս ետևից, ժամը 3-ն է, Վիկտորիան պետք է վերջ։ Ժամը 3:30 գոնե առնված ընտանից պետք է դուրս գամ, որպեսզի գնայի ջութակի։ 7:30 ես պետք է գնամ ատամնաբուժարան։ Լավ է, որ ավտոբուսը շուտ եկավ, Արտուր այսօր չէր կարող գալու ետևից։ Եթե ավտոբուսն էլ ուշ գար, ապա ես մինչև ժամը 3:30 կմնայի այնտեղ կանգառում սպասելով ավտոբուսին ու երեխաներս կուշանային, թե պետք ընկերուհիս ասած ինքը կգա կվերցնի։ Թվում է, թե այսպես կադրը խամրած է երևում, կամ գուցե եղանակից է, կամ էլ տեսողությունս արդեն այն չէ, 3 տարբերակներից մեկն է։ Գնամ ուշքումիկս, որ բերեմ տուն, շուտ հաց ուտեմ, մի քիչ այսպես լուսավորություն է կարծես պակասում, չեմ հասկանում։ Բերեմ տուն, հաց ուտի Վիկտորիաս ու գնա պարապմունքի։ Տեսնեմ այսօր պետք է հերթական ձգումները կատարեն, ինչպես կընթանա։ Սիրելիներս, գնում եմ ջութակի։ Ոչ մի բան կադրում որպես այդպեսին ետին պլան չեմ տվել, որովհետև եկել տուն ուղղակի արագ ճաշել ու տանից դուրս եմ եկել։ Վիկտորիան այսօր լաց է լինում, չէր ուզում գնալ ջութակի, չգիտեմ ինչ է պատահել, ասաց գլուխն է ցավում, փորն է ցավում, կամ իրականում այդպես է, կամ էլ չէր ցանկանում, չէր ուզում գնալ։ Փոքր խիստ եղա, գնացել է, դեռ ոչ ոք չի զանգահարել, թե չի զանգահարել, նշանակում է, որ լավ է։ Ու չգիտեմ, թողնել, որպեսզի մնար տանը։ Իմաստը չեմ հասկանում այդտեղ ու երկրորդն է, սա այն գործիքն է, որ եթե մի օր բացակայի ու բաց թողնի, իհարկե քավլիցի, եթե ես գամ, որ հիվանդ է, իմ վիճակի չէ, հա, իհարկե չեն գնա, թուղթը կներկայացնեմ բժշկի, բայց այս պարագայում, որ ինքը ավելի շատ այսպես ուղղակի չի ցանկանում գնալ եւ այդպես անում, իհարկե չեմ կարող, հետո ես այսպես մի կերպ եմ կարողանում անել, որտեղ բաներ կա, որ լավ չեմ հասկանում, ուրթը մնաց, եթե մի օր չգնանք, բացակայի, որ լրիվ ռիթմից կընկնենք, ու արդեն գնալով դժվարանում է, մոտ կարող է, թե այն ժամանակ կարող էի նվագել մոտ 15-20 կամ ամենաշատը 1 րոպեանոց, դա շատ-շատն եմ ասում, իսկ հիմա կարող է երաժշտությունը տվյալ լինել 1 րոպե եւ ավել, հետեւաբար չեմ ցանկանում, որ բացակայի մի փոքր վրաս այսպես ազդել է, բայց հասկանում որ չէ։ Normal es lo que siempre hemos estado tocando hasta ahora. Eso es lo normal para nosotros. Para mí lo normal es esto. Y esto era así porque la viola, el violín, hay instrumentos que viven como en el reino. Սիրելիներս, այստեղ են ասել, այսօր միայն ինձ այս կադրով եք տեսնում, կամ այստեղ եմ, կամ այնտեղ եմ, այստեղ կոնֆետ եմ, ստիպված եմ դա ուտել, որովհետև բրեկետներով մաստակ չեմ կարող օգտագործել, ստիպված այսպես մենթոլի համով կոնֆետներն եմ, որ մարդ ես, հա, ի վերջո գնում ես ատամնաբուժի դրության մեջ հանկարծ չլինես, դա այդպես, եկանք տուն, ջութակից հոգնած արագ-արագ թեյ եմ խմել, որովհետև հաց չի ուզում ուտել, Արտուրի հետ եմ փոքր վիճել ու գնում եմ ատամնաբուժարան, այդ թե ինչու եմ վիճել, հիմա կասեմ, փողոցում իրենց եմ տեսել, դրա համար այդ կողմում եմ, Կրիստինաս ուզում էր ինձ հետ գալ, ասացի չէ, մնա տանը, բայց տեսնում եմ հայրիկի հետ դուրս է եկել, պետք է գա այդ տուն
Պահարանի այդ հավաքելու աշխատանքներն անի։ Այսօր իբր պետք է գային պատուհանները տեղադրեին, դեռ չեն տեղադրել։ Արտուրի հետ այսպես փոքր նեղացա վիճեցի, որովհետև ամեն օր ասում եմ վաղը, մյուս օրը կգնանք կահույքը գնելու, այս անգամ պետք է շաբաթ օրը, ասած շաբաթ օրը կգնանք ու վերջնական որոշել եմ, եթե ինչը որ գնելու ենք Ikea-ից կգնանք, ինչը որ գնելու ենք Ջեսկից, որովհետև եւ Ջեսկին եւ Կոնֆորաման եւ Ikea-ն նույն տարածքում են, ցենտրո կոմերցիալում են գտնվում։ Այնպես որ կգնանք այդտեղից գնելու, որովհետև ես ուզում եմ իմ այնինչ որ մենք պետք է անենք մեր կողմից վերջացրած լինի, որ հետո եթե այդ տան ամեն բան պատրաստ լինի, հետո պատճառ չբռնել մերը։ Եվ հետո գոնե քիչ-քիչ այս պարագայում կդասավորեմ, իսկ այսպես չեմ կարող ամբողջությամբ տեղափոխվել ու հետո տանը տեղափոխված սկսեմ աշխատանքներն անել եւ ամենակարևորը որ աշխատանքից վայրում պետք է զգուշացնեմ գոնե իմ հաշվին արձակուրդ մնամ։ Կետիկից ձեռքով է անում չտեսավ։ Մի վերջո սիրինես։ Տեսնենք շաբաթ օրը մամուսնյակ ինչ է որոշել։ Առաջի երկու օրը այնքան է ցավում, որ չես կարողանում ատամների թեկուզ եւ խոզանակով դիպչել։ Այդպես սիրինես գնամ, հետո ընթացքում նորից կփորձեմ միանալ ձեզ։ Սիրինես ես արդեն ատամնաբուժարանում եմ ու սպասում եմ բժշկիս։ Լարերը դուրս են բերել, դա տեսնեմ ինչ կասի ու ինչ պետք է անենք, դե բնականաբար հերթական այդ ամեն ամսվա լարերը փոխելն է ու ձգելն է, բայց ինձ համար անհանգստացնողը դա է, որ այս ամիսը հիմա առաջ է եկել, այս երկուսը ետ են գնացել։ Սիրելիներս ատամնաբուժարանից դուրս եկա, ի վերջո որոշեցինք, որ պետք է հաճախել ամսական 2 անգամ, այլ ոչ թե 1 անգամ, հետո կբացատրեմ ինչու։ Իսկ այստեղ քանի որ Zara խանութը մոտ է ու զեղչեր են սկսել, ասացի սպասի մի փոքր ժամանակ ունեմ, 1-2 բան, եթե հնարավոր եղավ իմ համար գնեմ, եթե ինձ դուր եղավ, իսկ մնացածն էլ հիմնականը երեխաների համար, բայց փաստորեն փաստ, որ այսպես ձեզ ցույց եմ տալիս, ընդհանրապես ոչ մի բան չկա, որպես այդպեսին, որ ինձ դուր է գալիս, զեղչերին բերում են մեկ այլ հագուստներ, որոնք նախկինում դրված չեն, իսկ զեղչերից հետո նույնիսկ վերադարձնում են այն հագուստները, որոնք փոքր-ինչ ավելի գեղեցիկ են, մատուցվող են, ճաշակով են, իսկ այսպես չգիտես որտեղից երևի տարածքային այսպես մի տեղից բերում են մյուս տեղից ու փորձում են վաճառել այն ապրանքը, որը որ մնացել է ըստ իս, որովհետև երբեք Zara-ին չեմ տեսել, կա մի քանի բան, որ դրանից առաջ եղել է, հիմա չգիտես ինչու այսպես ամենը հավաքում է, կորչում է, անհետանում է ու հայտնվում այս հագուստները, որոնք որ ըստ իս ընդհանրապես գեղեցիկ չեն։ Ասացի լավ, սպասի պայր սա գնամ, դա էլ չկար։ Ձմեռային կոշիկներ, դա էլ չկար։ Ու այս պարագայում մտածում եմ լավ, բա ինչ անել, դա ինչպես բոլոր մայրիկները, որ ունեն երեխաներ, արդեն երբ որ իրենց ոչ մի բան չեն գտնում, տեղից մենք նոր գնում ենք արդեն մի քանի պլան հետ գերադասում ենք երեխաներին, հետո նոր մեզ։ Այս պարագայում բարձրացա վերև լկրոթար, որպեսզի տեսնեմ երեխաների համար ինչ կարող եմ ձեռք բերել, որպես այդպեսին երեխաներին էլ չկար, զեղչերի հատվածների հագուստներն արդեն փոքր տարիքային էր մնացել, մեծերը իմ երեխաները չէին հագնի, ցավոք սրտի Կրիստինայից ոչ մի բան չգտա, ու 1-2 գնումներ Էրիկին ու Վիկտորիային կատարեցի, եկա տուն, սիրելիներս, այս տարվա Zara-ն մի տեսակ, չգիտեմ, այն չէ ու նկատում եմ, որ տարի խանութներում մի տեսակ այն առաջվա գեղեցիկ ներկայանալի հագուստները
կորցնում են իրենց տեսքը։ Կամ էլ ես եմ մեծանում, փոխվում է, ավելի շատ սիրում այսպես հանգիստ մեղմ գույների մեջ, ավելի շատ դասական ու աչքին հարնելի, չգիտեմ, բայց ամենայն դեպս փաստը մնում է փաստ, որ բացարձակ ոչինչ չգնեցի մի տաբատ տեխել ինձ համար, օրինակ սա ընդհանրապես չեմ հասկանում, վերևը դեռ ոչինչ, բայց ներքևի հատվածում կարծես մկրատը վերցնես, այսպես կտրես, եթե դա համարվում է մոդայիկ, իմ համար դա մի տեսակ այսպես ամփոփ տեսք է հաղորդում, նույնն էլ վերնաշապիկներ չես հասկանում, դա տնային դրսի թե մի խոսքով չբողոքեմ, բայց այս մոտակա օրերին փորձեմ մեծ մոտ է այդտեղ գնալ, միգուցե այդտեղի Զարայում ավելի լավ բաներ կլինեն, կամ ես եմ ուշացել, զեղչերը սկսել են 2 շաբաթ առաջ ու արդեն են հիմնական լավ հագուստը վերջացել ու այսպես մնացել է այն ամենը, որ մարդկանց դուր չի եկել, փորձեցի տաբատների մեջ ինչ-որ բան գնել, որովհետև Զարայի տաբատները սիրում եմ ես, բավականին որակով է և կարող ես մի քանի տարի օգտագործել։ Ցավոք սրտի էստեղ էլ ինձ համար անհասկանալի էին, սիրում եմ, որ գոտկատեղի հատվածը տաբատը երկար է լինում, այն մոմ ստիլի տաբատները ու վախով եմ մնում, որ հանկարծ դա մոդայից դուրս չգա, որովհետև դա ավելի էլեգանտ է, ավելի կոմֆորտ է, այսպես ասած հարմար է, հա ճիշտ բառն ասեմ։ Մի խոսքով շիրելներս այսպես էլ Զարայում անցավ, վերջում գնում ես, եթե ինչ-որ բան վերցնեմ, անպայման ձեզ ցույց կտամ, դե ինձ և ձեզ բարի դիտում սիրելիներս։ Սիրելիներս, ես արդեն տան եմ, իմ տղուկի մոտ, այս վերջես այսպիսի սովորություն է, անդադ այսպես տաբատը բարձրացնում եմ վեր, 8 սուրտ է հակառակի պես է, այդ ջան, սպասի տղա, եկատուն, փոքր երիկի հետ իր խաղերը պարապեմ, muy bien, հետո արդեն մի քիչ հանգստանամ, փոքր մի բան կուտեմ, հանգստանամ ինչ-որ մի բան կուտեմ, բայց այսպես թեթև ատամնաբուժարանում ասացին, որ հիմա ոչ թե պետք է գնամ 1 ամիսը 1, այլ 2 շաբաթը 1, տեսնենք ինչ կլինի, այս վերևի հետ կապված խնդիրը լուծելու համար, espera, este aquí, así, mira, no, es no aquí, sí, es aquí, no, aquí. Así, mira, opa, muy bien, espera hijo, así, muy bien, երկու շաբաթը 1 փաստերն արդեն պետք է գնամ սիրելիներս, աղջիկներս չեմ հասկանում, բայց ինձ թվում է դիմացի հատվածի կամերան մի փոքր խավար է ցույց տալիս, հիմա կարծես լավ է, հետո էլ մտա Զարա, ինչ ես ուզում, նոր բան ես ուզում, որն ես, primero recoge. Ah, la verdad, ahí hay otro. Sí, perdón. Está aquí, es aquí. Es aquí. Muy bien, ahora ponemos. Հիմա նորը դիր։ Այնպեսի հիշողություն ես մոռացել եմ, որ սա էլ կա։ Ապրիերիկա, muy bien.
Զարա էլ մտավ, որպես այդպեսին ասացի տեսնեմ ինձ համար ինչ-որ այ ասված, այս կարճ մազերը միշտ ինձ ուղեկից են ասացի ինչ-որ ինձ հարմար մի բան կգտնեմ, բայց ոչինչ էլ ինձ համար չգտա սիրելնես, մի տաբատ գտա, այն էլ վերջում դրեցի տեղը, որովհետև այնքան էլ դուրս չէր գալի, շատ հաստ էր, հիմա մեկ ամսից արդեն այն սեզոնն է, որ ավելի բարակ որակի կտորի, հա, պետք է գներ, ու հետո մի տեսակ հավեսად չունեի, երեխաներին, գիտեք, ովքեր որ դառնում են մայրիկներ, գերադասում են երեխան հագուստ կա, որ ես գերադասում եմ երեխաներին, քանց թե ինձ։ Ասածս ինչ էր գնումները կատարեցի, 1-2 բան, Կրիստինայից ոչինչ չկար, թեպետ Կրիստինաս ունի անկեղծ ինեմ, Կրիստինայից ոչինչ չգտա, չգնեցի, իսկապես չկար, բացարձակ, ինչն էլ որ կար, վստահ եմ, որ երեխան դա չէր հագնել։ Այդպես սիրելիներս, եթե անկեղծ լինեմ, մեր մոտ գիշերվա ժամը 10-ն է արդեն լինում, թեպետ Էրիկ այսօր երկար է քնել, բնականաբար հիմա չի քնի, սովորաբար եթե ցերեկային քուն չի ունենում, շուտ է քնում, բայց այսօր թող խաղա, մի փոքր էլ այսպես իր մասաժները կանեմ, հետո նոր կգնա քնելու։ Հակառակ է, ասի, muy bien։ Այդպես սիրելիներս, մայրիկիս հետ վերջը ձեզ ցույց կտամ։ ¿Dónde está abeja? Super. ¿Dónde está pez? ¿Dónde está gallo? ¿Y dónde está patito? ¡Súper! Tú sabes que eres un campeón. Mamá y campeón. Սիրելիներս, ներեցեք իմ իսպաներենի համար։ Երեխայի հետ պետք է ուզեմ թե չուզեմ շփվեմ իսպաներեն, որպեսզի ինքը հասկանա ընկալի դիմացինի խոսքը։ Ahora pone aquí dentro, aquí, aquí. Cuidado, pone dentro. ¿Qué quieres? ¿No quieres ahí? Vale, cerramos, vale. ¿Dónde está cuadrado rojo? Este, ¿dónde está? ¿Sí? Muy bien. Muy bien. Ay թե իմանաք այս խաղը առաջ սիրում էր, հիմա ուզում է ըստ գույների բաշխել, մի կերպ համոզելով, այսպես երգելով, պարելով, Vamos Eric, más, mira, triángulo, բայց վերջում հաղթեցի ես, Muy bien, muy bien, super, dale choca mami, choca. Super, ahora recoge. Abrim տղան, աչքերը դրեց օխո։ Դե հիմա այսի արի մաքրեն, quita. Quita esto, Eri, quita perito, quita. Quita. Dile aquí. Que no tiras. Eso paga. Bravo. Perito, es un perito, Eric. Perrito. No, así, mira. Oreja. Oso. Mira, así. Oso. Abaca. Ajá. Vale, muy bien. ¿Qué más? ¿Qué más? ¿Dónde está el ratón? Ratón. Ratón, aquí. Mira, ahí está ratón. Súper. ¿Qué color? Oreja. ¿Qué es color? Oso. No, ¿qué color es, Eri? Oreja. Sí, pero ¿qué color es? Oso. Oso. Color. ¿Qué color es? Eric, ¿es qué color? ¿Qué color? ¿Qué color? Nariz. No. Hasta naranja. ¿Color? ¿Qué color es? Naranja. Muy bien. Ya está. Հասանք տեղ։ Այ աղջիկներս, ինչ անենք, սա է։ Պետք է համբերատար աշխատել այն բալիկները, որ այսպեսի խնդիր ունեն,
Մի օր կգա ժամանակ, որ սիրելիներս կմոռանանք սիրելիներս պլաստիլինը, խնդրում եմ հանկարծ այլ բաներ չկարծել։ Ajá, vamos. Ratón, tú con tu mano, ayuda. Ratón. Te dice. Super campeón. Oso. Bravo. Ya está. Ponemos aquí. Oso. Aquí. Ahora recoge. Pone aquí dentro. Recoge. De aquí. De aquí. Երկու դիրեստը ապրի Էրիկը, սուպեր։ Դե հիմա սպիտակը փակի։ Ուզում է երկրորդը դնի, տեսեք։ Ապրի Էրիկը, դե փակի։ Բաբոկան, դե բոկան է դիր, բաբոկան։ Առաջ ընդհանրապես չէր դիպչում պլաստիլինին, այդտեղ այդ բոկան ուր դրեցիր։ Super! Vai apres du! Choca, mami! Choca, Eric! Choca! Դեմիատ մաման չոկարարա? Չոկարարա. Super! Սիրելիներս կամանց եմ խոսում, որպեսզի տանաթամներին չարտնասնեմ։ Դες մոտել է այդպես լինում, որ եթե հանկարծ ինչ-որ միտեղ տեկուս խոհանոց ճաշասենյակ կամ երեխաների խաղալիք թափտպված է լինում, մի տեսակ ոնց որ ինչքան էլ հոգնած լինեք, ձեր քունը չտանի վեր եք կենում ու դասավորում եք։ Հիմա ինձ մոտ այդ պահն էր, այստեղ ամենը հավաքեցի, մաքրեցի, կարգի բերեցի ու հիմա ասացի լավ վլոգի վերջաբաններ դնեմ, գնումները ցույց տամ ու գնամ ես էլ վերջնական քնելու, որովհետև քնել հետո վեր եմ կացել։ Ուրեմն, դե գիտեք, որ մեզ մոտ հունվար ամսից սկսում են զեղչերը, այսպես ասած մեծ զեղչերը, ու այս տարի Զարան մի տեսակ խորամանկություն է արել, սովորաբար, օրինակ, եթե արժեքը արժեր 10 եվրո 95 սենտ, եթե զեղչում էր 50%, գրվում էր մոտավոր 4.99 կամ 5.99 կամ եթե 50%-ից ավելի 3.99 Այս բարակայում ուղղակի վրան այսպես գրում է 50% և այս կարմիր գնապիտակը շաթակոսների վրա պակցնում են հենց այստեղ, այս հատվածում։ Ու դե դու արի ու կուշակի, թե ինչ գնից է դարձել 50% զեղչված։ Ասեմ, որ ընդհանրապես ոչ մի բան ինձ այս տարվա զեղչերի մեջ դուր չեկավ, ընդհանրապես։ Վիկտորիան այս ոչն է սիրում, որ փափուկ լինի, մի րոպե։ Այսպես լավ է, Վիկտորիան այս ոչն է սիրում, որ այսպես գրկող չլինի մարմինը, այս հատվածում մանժետ չունենա, այսինքն թեթև հանգիստ լինի, սա եմ իրեն վերցրել, որովհետև շատ ունի ու չի հագնում, պատճառաբանելով, որ իրեն մեջը հանգիստ չի զգում, սա այսպես։ Այս մյուսն եմ վերցրել, Կրիստինայիս էլ է ուզում, բայց չկար փոքրը 5-ից 6-ներ իրեն համար դա տարիքային փոքր է, դա 5-ից 6-ներ իր համար փոքր է։ Այս այսպես ինչ արժեր 10.95-ից դարձել է 50% զեղչված։ Սա էլի Վիկտորիային է, ետև այսպես ավելի սիրուն է նկար է երևում, պատկերն ավելի մեծ է։ Սա վերցրեցի Էրիկին, թեպետ մաման 3 էր 2 հատ գնել, Էրիկի տապատները մի տեսակ այս տարի իր հագով կարճ է, թեպետ մինչև 5 տարեկանի է, որոշեցի, որ 6 տարեկանը վերցնել, քանի որ այս հատվածում դու կարող ես որոշել գոտկատեղի չափը, հետևաբար ավելի լավ է ոտքերը երկար լինի, որպեսզի չբացվի, որովհետև նստում է երեխան, բարձրանում է վերև, եթե 4-ից 5 տարեկանին ես գնում, սա էլ 8.95 զեղչվել է 30%։ Բայց անկեղծ ոչինչ չկար, Էրիկիս ուզում էի հաստ կուրկա գնել ձմեռային, մյուս տարվա թեկուզ, բայց չկար։ Էս այսպես մյուսը, սա եմ վերցրել Էրիկին, 9.95-ից զեղչվել էր 40%, այստեղ այդ նկարն ավելի մեծ է պատկերված,
կապիբարան է երեխաների հիմա սիրելի պերսոնախ է մուլտհերոսը, այսինքն եւ այսպես ելինես եւ Կրիստինային է ինչ-որ փոքրիկ ատրիբուտ վերցրել, ուզում է չեմ իմանում ուր է, դե իհարկե քնած են չեմ իմանում գա, եթե վաղը գտեմ ցույց կտամ, բայց որպես այդպեսին կարևոր ինչ-որ բան չէ սիրելիներս, ահա սա է մեր գնումները, ես կասեի սա մեր այս տարվա որպես հագուստի տեսքով առաջին գնումներն են Դա ինձ սիրելիներս ճիշտ ասած լվացվեցի, աչքերի գունաներ կունեմ, որ դրանից հետո անգամ Garnier-ի միցելար հեղուկը, որ ամեն տեսակ դիմահարդարում մաքրում է, չի մաքրել, 2 անգամ էլ անցնելուց հետո անգամ լվացման հեղուկով միևնույն է, զգում եմ, որ այս հատվածում սև է, ասացի լավ առավոտյան նորից կասեմ, որովհետև աչքի սկսեց արդեն ցավել, այդքան տրորելով որ դուրս բերեմ, սիրելիներս լվացվում եմ ու վերջերս նկատել եմ, որ մաշկը շատ չոր է դարձել, ալերգիկ այսպես կարմիր կետեր են դուրս գալիս, եթե խոնավեցնում եմ, անցնում եմ Հիմա գնամ գիշերային կրեմս դնեմ ու գնամ քնելու Ձեզ շնորհակալություն հայտնեմ այսօրվա համար, որ ինձ հետ եք, որ ջեր մեկնաբանություններ եք թողնում, շնորհակալ եմ անչափ, նաև կխնդրեի բաժանորդագրվել, չմոռանաք սիրելիներս, անպայման վլոգը սկսելուց առաջ սրտիկել, վլոգը հենց միացնում եք դիտելու, ուղղակի դա ձեզանից ոչինչ չի տանելու, սրտիկեք և թողեք փոքրիկ մեկնաբանություն, թեկուզ սրտիկի սիրելիներս, մնացեք բարով և խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ վլոգում, բարի գիշեր